Ձեզ եմ ներկայացնում պայուսակ, որն իրոք գեղեցիկ է։ Գեղեցիկ է, որովհետև դրա մեջ թաքնված է իմ սիրտը, պատմությունը, իմ սերը դեպի իմ հայրենիք։ Գեղեցիկ է, որովհետև բացի պայուսակ լինելուց այն հիշեցնում է պատմությունը։ Շատերի համար սա պարզապես պայուսակ է, բայց այս արվեստում այնքան խորը բան կա, որը ցանկանում եմ ներկայացնել, բայց ոչ մի կերպ չի ստացվում բառերով։ Հաճախ մտածում եմ, թե ինչն է մեր մեջ ամենաարևոտն ու անփոխարինելին։ Միգուցե դա մեր հիշողություններն են, պատմությունը, միգուցե մեր արմատները։ Այս պայուսակը ստեղծել եմ ոչ միայն որպես օրվա ընկեր, այլ որպես պատմության մի փոքրիկ հատված, որպես հիշեցում, թե ով ենք մենք։ Հայաստան անունը շեշտելիս թվում է, թե ոչ միայն խոսում ես երկրի մասին, այլ անսպառ մի աղբյուրի, որտեղ անցյալն ու ապագան իրար են փրկում։ Ունենալով մեծ լսարան, ես ցանկացա այսօր ներկայացնել Հայաստանի քարտեզը իմ աքսեսուարների վրա։ Ում համար կթվա անծանոթ, թող հարցնեն եւ իմանան ինչ երկիր է Հայաստանը, ինչ պատմություն ունի եւ ով ենք մենք։ Իսկ ինչու մյուսների նման չգոռանք, որ մենք կանք, որ մենք շատ կարեւոր ենք եւ ով, եթե ոչ մենք Հայաստանը ներկայացնենք ամենագեղեցիկ տարբերակներով։ Այն պատրաստելիս շատ եմ հուզվել եւ միգուցե շատերը չհասկանան, բայց ես կփորձեմ մի երկու բառով բացատրել։ Հայաստանը ոչ միայն հող է, ոչ միայն քարտեզ, այն մեր ուժն ու տունն է, որը պահում ենք մեր ձեռքերում։ Այստեղ փոքրիկ Հայաստանը եւս իմ ձեռքում է եւ ես մեծ սիրով ձեզ եմ ուզում ներկայացնել իմ պատրաստած ամենագեղեցիկ եւ հոզիչ աշխատանքը։ Եվ չնայած նրան, որ այս պայուսակը ստեղծել եմ որպես արվեստի գործ, ուզում եմ նշել, որ այն բավականին հարմար է նաեւ օգտագործման համար։ Ինչևէ վերջում ուզում եմ նշել, կարևոր չէ որտեղ ենք հիմա, ինչ հնարավորության վրա ենք գտնվում մեր հայրենիքից, մեր մանկության փողոցներից։ Կարևորն այն է, որ Հայաստանն ապրում է մեր մեջ, ապրում է մեր ձեռքերով եւ մեր գործով։ Իսկ գործն անմահ է, երբ սիրտ կա դրա մեջ։